Սիրելիներս, մտանք Բաքվի երրորդ կիրակի մեջ եւ ես պարզապես նորից ընդամենը 1 ամիս է ես շփվում եմ այս ներքևում դրված Facebook-ի միջոցով հայ իրականության հետ, Հայաստանի քահանաների ներկայացման հետ չեմ շփվել 30 տարի ազնվությամբ, շատ զբաղված եմ ես կաթոլիկ համայնքներում, որտեղ այնտեղ էլ մեծ կռիվ է, ինչպես գիտեք, մոդեռնիզմը մեծ թափ է առել եւ ես շատ մոտիկ եմ ազնապես նաեւ այսօրվա աշխարհի լավագույն աստվածաբանների հետ եւ ահա մեծ կռիվ է գնում եւ բանից անցավ ներկայացրել եմ ամեն ինչ թե ինչ է կատարում կաթոլիկ եկեղեցում մոդեռն այսօրվա եկեղեցում եւ ահա ինչքան ես հասկանում եմ մեր քահանաները Գարեգինը բն հավանաբար կաշառում է վճարում է բոլորին տանելով բոլորին այդ ուղղությամբ ամեն մի եկեղեցու համար եկեղեցիների համաշխարհային միությունը ունի մշակած իր մասոնական ծրագիրը թե ինչպես կործանեն այն ասեմ որ այս գործարքի մեջ չէ միայն ռուսուղափառ եկեղեցին նա էլ ուրիշ խնդիրներ ունի այդ մասին այսօր ես չեմ ուզում խոսել հիմա ամենակարևոր բանն այն է որ մենք հասկանանք Քրիստոսի եկեղեցին հիմնել է ինքը մեր Տերը Հիսուս Քրիստոսը նրա առաքյալները եւ նրա սրբերը միայն հաստատում են այն ինչ որ տիրունական պատվիրանն է եւ հիմքն է եւ այդ հիմքի ինչպես թե սյուներն են որ վրա կանգուն է մեր եկեղեցին Սուրբ Լուսավորիչն է իր հաճախապատման 23 թղթերով եւ շնորհալին Սուրբ ներսես շնորհալին բոլոր այդ աղոթքները առավոտյան երեկոյան ամեն շարականների վերածված իր տեսությունը կաթողիկե թղթի որ պետք է ճիշտ թարգմանել եւ հասկանալ սա է հիմքը մեր հայոց եկեղեցում տաթևացին չէ նա ով որ ասում է տաթևացի 100 կիլոմետր փախի այդպեսինից ես ներկայացրել եմ նորից դա աստվածաբանական շատ խոր իմացություն է պետք այս ամեն ինչ հասկանալու համար իսկ այս մարդիկ օգտվում են այս գայլերը օգտվում են ձեր անիմացություններից հիմա այդ ինչ էր այդ Եսայի անունով այս գժի աշխերով մեկը ներողություն որ ես ազնապես եմ վիրավորում բայց լուսավորիչը ասում է այն քահանաները որոնք մոլորեցնում են ժողովրդին նրանց պետք է մահապատժել դուք հասկանում եք ձեր անձնական մեղքերը ներվում են բայց քահանան ով որ տանում է մոլորեցման ժողովրդի միտքը խառնելու տրնդեզի այս կռապաշտությունը տարբեր տեսակի խաբեություններով ներկայացնելու եւ այլն այս մեղքը չի ներվում այս մարդիկ պետք է դատապարտվեն հավիտենական դժոխքի եւ հա այս Եսայի կոչվածը ասում է որ պահքի ժամանակ պահքը օրենք չէ սիրելիներս կա 10 պատվիրանները եւ կա եկեղեցու 7 պատվիրաններ ըստ եկեղեցու 7 պատվիրանների որ կիրակի օրը մենք պետք է բարձով չաշխատենք պետք է գնանք ամբողջ օրը նվիրենք Աստծուն աղոթքներով եւ ապաշխարությամբ մասնակցենք առաքելությանը մարտնչող եկեղեցու այսինքն թե օգնենք ամեն ինչով ֆինանսապես խոսքով գրականությամբ ինչ Աստված շնորհք որ մեզ տվել է եւ ահա այդ 7 օրենքներից մեկն է պահել պահքի կանոնը ինչ է պահքը ահա օրթոդոքսների մոտ հատկապես կա սա ուտել սա չուտել սա ուտել սա չուտել սա ուտել սա չուտել ընդհանուր առմամբ մսակերությունից եւ կենթանական ծագումից խուսափել է նշանակում ինչու որովհետեւ բոլոր հիվանդությունները այսօր անգամ բժշկությունը ապացուցում է գալիս է կենթանական պրոտեինի ավելցուկից նրանք ովքեր օրինակ միշտ չեն ուտում 40-օրյա ապակի նրանք երբեք քաղցկեղով չեն հիվանդանում որտեղ իր քաղցկեղը հենց այդ պրոտեինի ավելցուկն է բայց եթե կինը հղի է պետք է ուտի ըստ եկեղեցու կանոնի 70-ից հետո ծերերը կարող են չպահել ուտեն ինչ որ իրենց օրգանիզմը պահանջում է եւ իդեպ պահքը դա զոհաբերության 40 օրվա իրողություն է երբ որ մենք ցույց ենք տալիս Աստծուն որ հա մեր մարմինը մեզ չի տիրապետում մենք ենք տիրապետում մեր մարմնին
կարող է եղել է շատ ծանր իրավիճակ, մարդիկ ասենք իմ քահանաները լատին եկեղեցու քշում են 6 ժամ օրական գնալու վերջին օծում անելու եւ այլն, իրենք իրենց եպիսկոպոսի հետ խոսում են եւ այս օրերին իրենք անգամ միս են ուտում, այսինքն թե ընդհատում է կատարվում, ամեն ինչը պետք է հարմարեցնել մարդու անհատականության, մարդու անհատական կարիքների եւ չասել պահքը օրենք չէ, պահքը օրենք է եւ պահանջվում է զոհաբերություն, ինչ կերպ որ կուզեք։ Եթե այսօր իմ քահանան քշեց 6 ժամ հասավ տեղ, վերջին օծումը արեց հիվանդին, հետ եկավ եւ նա պետք է ունենա ճիշտ սնունդ, որպեսզի կարողանա այդ ստրեսին դիմանա քշելու, նա ուտում է միս, բայց ահա եպիսկոպոսը նրան ասում է, որ ինքը պետք է քաղցրեղեն չուտի այդ օրը։ Այսինքն թե սրանք հարցեր են, որոնք Աստված, ինչպես ասում է, ես զոհ չեմ մատուցում, ներողություն, ես զոհ չեմ պահանջում, ես նվեր եմ ուզում ձեզնից, ուրախ սրտով ասում է, ոչ թե ցույց տվել, որ ահա մռայլ պահք եք պահում, բայց ասել, որ պահքը օրենքի մեջ չէ, մահացու մեղք է դա։ Պարոն քահանա, Եսայի ես, ինչ ես, վերջապես անհարմար էլի, ապաշխարեք կամ հեռացեք մեր եկեղեցուց։ Եվ վերջապես այնքան միամիտ մարդիկ կան, որ ի վերջո ես չեմ էլ մեղադրում իրենց։ Ահա սիրելիներս, նաև կա մի կարևոր բան, որ ես ձեզ կուզենայի անպայման ասել, Սուրբ Հաղորդության հարցում, որովհետև եթե օրինակ վերցնենք եկեղեցու 7 խորհուրդները, դա լինի մկրտություն կամ պսակ կամ ապաշխարանք, ինչպես թե supplied jurisdiction է գոչվում, քահանան այդ պահին, եթե անգամ օծված քահանա չէ, բայց կատարում է ճիշտ մկրտություն, հաշվի առնելով այն, որ ասենք կտրված տեղ է, մարդիկ իրազեկ չեն, ավելի կատարյալ առաքելական ծես անելու եւ այլն, դա կարող է բավերական լինի։ Այս հարցերը մենք շատ ենք քննարկել մեր ժողովներում, բայց Սուրբ Հաղորդության դեպքում եթե քահանան չի հավատում, որ դա Քրիստոսի իրական մարմինը եւ արյունն է, այդ էական փոխակերպումը հացի ի մարմինը Քրիստոսի չի կատարվում։ Եվ ահա ես ձեզ խորհուրդ կտամ, որպեսզի դուք հացապաս չլինեք եւ օրինակ այսօրվա կաթոլիկ եկեղեցին այլևս չունի այդ խորհուրդը, մարդիկ չեն հավատում, որ դա իրական մարմինն է, անգամ քահանան։ Դրա համար ոչ մեկս մոդեռն եկեղեցի չեն գնում։ Հիմա ինչքան ես հասկանում, նույնը կատարվում է նաև հնարավոր է, որ կատարվում է նաև հայկական այս ուղղափառ կոչվող եկեղեցում։ Ես չեմ ասում մի գնացեք եկեղեցի, դրանք մեր հինավուրց եկեղեցիներն են, այնտեղ դրված են մեր սրբերի մասունքները, անպայման գնացեք եկեղեցի, աղոթք արեք, բայց զգուշացեք, հասկանալով, որ դրածո քահանաներ կան, որոնք գայլեր են, որոնք ձեզ տանում են դժոխք, բառից բուն իմաստով, դուք պետք է հասկանաք ովքեր են դրանք, ես այստեղ բավականին շատ նյութեր եմ դրել դրա համար, եւ երբ որ առնում եք Սուրբ Հաղորդությունը, անպայման ասեք, Տեր, եթե սա քո մարմինն է եւ քո արյունն է, ես պաշտում եմ քեզ, եթեով, ինչու, որովհետեւ գուցե այդ կոնսեկրացիան, այդ փոխակերպումը չի կատարվել, տաթևացի, ուրեմն հերձվածող է, կամ ինքը ապրում է քահանան մահացու մեղքի մեջ, կանոն է սա, մահացու մեղքի մեջ ապրող քահանան ipso facto կարգալույծ է արդեն, նա պետք է հեռանա եւ ապաշխարի։ Այսպիսի մանր շատ հարցեր կան, սիրելիներս, մենք ֆանատիկներ չենք, մենք պետք է հասկանանք, ում ենք վստահում մեր հոգին, ինչպես եւ Պողոս առաքյալն ասում, քննեք հոգիները, ամեն մարդու մի վստահեք, քննեք հոգիները, նա պետք է լինի ուղղափառ, խոսքերին մի հավատացեք, նայեք նրանց գործերին եւ սովորեք կանոնները։ Ես դոգմատիկ կանոնները դրել եմ այստեղ եւ իմ թշնամիների ուղղափառության թշնամիների միակ արգումենտը այն է, որ դու կինես ինչու ես սովորեցնում, պիտի չխոսես եկեղեցում, այս նույն մարդիկ հենց քահանայի սարգսակի ձեռնադրմամբ արդեն կանայք են բարձրացնում խորան, բայց ես ընդամենը մի լեզվաբան մարդ եմ, որը աստվածաբանության մեջ շատ խորացած է,
տարբեր լեզուներով իդեպ եւ ահա ոչ մեկին չի կարող խաբել ահա սիրելիներս նաեւ ես ձեզ կուզենայի հիշեցնել որ Մաշտոցյան թարգմանությունը Աստվածաշնչի սա օրինակ Xerox օրինակն է որ ես գնել եմ այստեղ տարիներ առաջ Մաշտոցյան թարգմանության գրաբարի եւ գիտեք ինչ այնքան բաներ կան որ մենք չենք հասկանում մանավանդ թղթերի մեջ լեզուն 2000 տարվա է թարգմանությունները տարբեր են եղել ձեռագրերը տարբեր են եղել բայց ես կարող եմ դες 100% ասել որ Մաշտոցյան գրաբարյան մեր թարգմանությունը տալիս է ճշգրիտ հասկացողություն ամեն ինչի եւ լավ լուրն այն է որ վերջապես Էջմիածինը կատարեց մի շատ լավ աշխատանք հրատարակեց այդ Մաշտոցյան թարգմանության ճիշտ աշխարհաբար թարգմանությունը բավականին լավ հրատարակություն է սա խորհուրդ կտամ որ երբեք բողոքական Աստվածաշնչեր չօգտագործեք սիրելիներս բառերի փոփոխությամբ հասկացողությունների փոփոխությամբ գրքերի կրճատմամբ դուք դառնում եք կա այս մտային ուրեմն հավատքը մտային հավատք եւ կա Սուրբ Հոգուց ստացած միստիկ գերբնական հավատք մեր հավատքը գերբնական է հիմա ես ունեմ շատ մտերիմ մարդիկ որտեղ մեր քահանաները սրբեր են պարզապես մարդիկ տեսնելով այս տղաներին երիտասարդ տղաներ են այնքան խելացի այնքան սուրբ որ մարդիկ դարձի են գալիս հենց միայն նրանց հետ ծանոթանալով եւ այս համայնքը Virginia SSPX համայնքը որքան ես ծանոթացա նրանցից մեծ մասը բողոքականներ են որ դարձի են եկել կաթոլիկ լատին ծեսին եւ նրանց հետ ես բավականին մոտ եմ մենք հաճախում ենք իրար տններ գիտենք իրար ներքին բոլոր հարցերը եւ այս մեկինը որ շատ թանկ քույր է ինձ համար մեծ տարապանքի մեջ է նա ասում է ես ամեն ինչ հասկացա այս Գրիգորյան շարականները այս վեհ գեղեցիկ փառահեղ լատին ծեսը խոսքեր չեմ գտնում ասելու որ իսկապես ներկա լինելով ես տեսնում եմ արքայությունը բաց բայց ինչ է սուրբ հաղորդություն եւ ահա 3 տարի է նա չի կարողանում ընդունել որ ահա մենք ուտում ենք Քրիստոսի մարմին եւ արյունը իդեպ Հուդան վերջապես դավաճանեց վերջին ընթրիքից հետո երբ որ Քրիստոսը հայտարարեց սա է իմ մարմինը եւ սա է իմ արյունը հիմա ես աթեիստ եմ եղել ես դարձի եմ եկել աստվածային հայտնություններով եւ արդյոք կար իմ մտքի մեջ այդ դիլեման ինչ է կերեք իմ մարմինը եւ կերեք խմեք իմ արյունը չի եղել բացարձակապես ոչ մի կոնֆլիկտ իմ մտքի մեջ ինչու որովհետեւ Աստված այդպես է ասում վերջ մարդակեր ենք ասում ինչա մենք կանիբալներ ենք ինչ է սա նշանակում ես փորձում եմ իրեն հասկացնել որ մարմնական իմաստով ուտելը չէ սա բանն է Աստված եւ ահա մեր բերանը բանի ինչպես թե մարմնական օրգանն է ներկայացնում է բառը եւ ահա եւ ես իրեն ասում եմ եւ դա ճշմարտություն է բանն այն է որ լատին ծեսի մեջ քահանաներ օգտագործում են միայն հացը կլոր հաց է վրան խաչի նկարով դա են նվիրաբերում հետո քահանան երբ որ վերցնում է նվիրաբերված արյունը արդեն ըստ կանոնի մեկ ձևի մեջ մենք կարող ենք ստանալ նաև դա հեշտ է քահանայի համար եւ մենք ստանում ենք միայն հացը որը ինչպես մարմնի միսը ունի իր մեջ չերևացող արյուն նույն խորհուրդն է այսինքն երկու ձևը գտնում է մեկ հացի այսինքն մարմնի ձևի տակ եւ երբ որ ես վերցնում եմ այդ հաղորդությունը միշտ այդպես է եղել անհետանում եմ բերանից մեջ հաղորդությունը դիպչում է իմ քիմքին եւ անհետանում ես ոչինչ չկա այնտեղ կուլ տալու իսկ նախավերջին անգամ Սուրբ Ծննդյան այս ծեսին երբ որ ներկա էի Սուրբ հաղորդությունը նորմալ ուրեմն հացի ինչպես թե
զգացողություն ունեի, բայց ահա հանկարծ այն դարձավ քաղցր, ինչպես շաքար։ Դա առաջին անգամ ես այդպիսի հրաշքես նկատեցի, եւ ես հասկանում եմ, որ դա իրական Քրիստոսի ամբողջական մարմինն է, ամբողջական հարուցյալ մարմինն է, ես եմ երկնքի հացը ասում է, եւ ճաշակեցեք եւ տեսեք, որ քաղցր է Տեր, նաեւ այս աղոթքները հիշեցի եւ հասկացա, որ գիտեք ինչ, ուտելը այն բառը չէ, դա նշանակում է միացեք, սա է իմ մարմինը, միացեք իմ էությանը, սա է արյունը, միացեք իմ էությանը, իմ արյանը եւ առաջի դարի ուրեմն Ջաստին Մարտիր Հեստենիոս Մարտիրոս նահատակ ես դրել եմ թարգմանությունը, որտեղ ամենահանճարեղ կերպով հենց դա է ասում առաջին դարի, երկրորդ դարի Մարտիրոսը, որ ահա Քրիստոսի Սուրբ հաղորդությունը էական փոխարկված իր մարմին եւ արյունը, մենք միանում ենք նրան եւ դրա այդ պատճառով որ ստանում ենք հավերժական կյանքը, այսինքն մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի մարմին եւ արյուն, սարսափելի անգամ մտածել այդ մասին եւ չհասկանալ այս խորհուրդը եւ բողոքականների նման գնալ եւ սիմվոլիկ հավատալ, սա դժոխքի գործ է, նորից, եթե չեք հավատում, հեռու կանգնեք, տվեք խնդրեք Աստծուց շնորհքը, հասկանալու խորքը հավատքի, հավատքը ձեզ համար ոչ փառքեր, կլիկներ հավաքելու տեղ է, ոչ էլ ձեր անհատականություն հաստատելու տեղ է, ոչ էլ համայնքի անդամ լինելու պարագան է այս։ Հավատքը դա ձեր ուղղակի հարաբերությունն է Քրիստոսի անձի հետ եւ դուք պետք է այդ հարաբերությունը չփչացնեք, այլ կատարեք իր կամքը, դրա համար պետք է աղոթեք նախ Տեր Աստված, տուր որպեսզի ես եկեղեցու խորհուրդները ամբողջ էությամբ եւ խորքով հասկանամ, որպեսզի քեզ չվիրավորեմ։ Ահա հիմա կատարվում է դա։ Եկեղեցու Սուրբ Պատարագի ծեսերը պղծվում են էությամբ, պղծվում են այս գաղջ եւ անհավատ քահանաների միջոցով, որոնցից պետք է հեռու մնալ։ Ահա ես ունեմ նաեւ մեկ ուրիշ քահանա, Father Հայգո, այդպես է կարծեմ արտասանվում, Հիգյու կամ որը ասում է, եթե համոզված չեք, որ քահանան օրթոդոքս առաքելական ծես է կատարում, մի գնացեք եկեղեցի, այլ աղոթեք տանը եւ խնդրեք հոգեվոր հաղորդություն։ Հոգեվոր հաղորդությունը հզոր հաղորդության կանոնական ձև է, երբ որ դուք հավատում եք Նիկիո հանգանակին եւ խնդրում եք ձեր հրեշտակին, որպեսզի Քրիստոսի Սուրբ հաղորդությունը բերի եւ դնի ձեր սրտի մեջ։ Օր 20 անգամ դա կարող եք խնդրել եւ դա մեծ շնորհքի աղբյուր է։ Ավելի քան ձեր ժամանակը կորցնեք գլխից դուրս տվող հիմարություններ խոսող կամ խելացի բլբլացող քահանա, որը իրենից ոչինչ չի ներկայացնում եւ ահա դուք ուզում եմ ասել ձեր փրկությունը նորից կախված չեն այս դրածո քահանաների հետ։ Հիշենք, որ Աստված ասում է, Աստված սեր է։ Ինչ է նշանակում սեր։ Սերը ունի հոմանիշ, երկու հոմանիշ, գթասրտություն եւ ինքնազոհողություն։ Սերը չի կարող լինել սեր, եթե այն գթասրտություն չէ։ Սերը չի կարող լինել սեր, եթե այդ ինքնազոհողություն չէ։ Սրանք խոսքեր չեն, սիրելիներս, ամեն օր ստուգիր քեզ, այդ սերը արդյոք իրական է աստվածային, հիմնված գթասրտության եւ ինքնազոհողության վրա, թե պարզապես մակերեսային, ինչպես թե էթիկա է։ Անշուշտ էթիկան շատ անհրաժեշտ է, բայց այն պետք է գա քո հոգուց։ Ես աշխատել եմ Մայր Թերեզայի հետ եւ շփվել եմ նրա հետ անձնապես։ Եվ գիտեք ինչ, որքան էլ իմ համայնքները Մայր Թերեզային մեղադրում են մոդեռնիստ լինելու մեջ եւ նա 90 տարեկան կին էր, նա չգիտեր անգամ ինչ է կատարում եկեղեցում, ինչ մոդեռնիստ, բայց նա ինձ ասում էր. դու հիշիր, Աստծուց դու ընտրյալ ես, երբ որ դու տեսնում ես մարդը ցավում է, ողբերգության մեջ է եւ կիսում ես նրա ցավը։ Եվ սա է Սուրբ Ֆրանցիսկ Ազիզեցու միաբանության հիմքը։ Եվ սիրելիներս, այս բոլոր այս հսկա ֆորմուլաները, դրանք դավանաբանական, աստվածաբանական, պաշտամունքի ֆորմուլաներ են, որոնք պետք է հասկացվի, գիտակցվի եւ ի կատարածվի,
Եվ դուք ամեն օր պետք է սրա վրա աշխատեք, սիրելիներս, նորից կարդացեք գրափարով, սովորեք գրափար, ինչ է եղել, ես լատիներեն չգիտեի, ես եկա համալսարան, այստեղ առաջին լատիներենի դասեր վերցրեցի, եւ կամ կարդացեք այս թարգմանությունը Աստվածաշնչի, եւ եթե մի բան չեք հասկանում, խնդրեք Աստված անպայման կբացի ձեզ, մի լսեք բողոքականներին, սիրելիներս, եթե ունեք access, եթե կարող եք գտնել ոսկեբերան, Օգոստինոս, մեր նարեկացու սրբերի մեկնությունները գրքերի, սուրբ գրքի, կարդացեք դրանք, բայց ամեն մարդ կարող է իր ձևով մեկնի, իր ձևով ուրեմն ներկայացնի աստվածաշնչային գրություններ, ինչպես այս վանական կոչեցյալն է, որ ասում է պահքը եկեղեցու օրենք չէ, եւ սա արդեն տանում է մարդկանց ուրիշ ուղղությամբ, եւ այդ ուղղությունը թեք է, ինչպես ձնագնդիկը, որ թեքության վրա են գնում, մեկ սխալ, հետո պիտի շարունակի երկրորդը, երրորդը, միջև հասնի անդունդի հատակը, սիրելիներս, նորից հավատքի ուղղափառությունը սրտով եկող եւ գիտակցորեն կատակ բան չէ, պահանջում է ամենօրյա զոհաբերություն, ամենօրյա տքնաջան աշխատանք, եւ ես նկատում եմ նաեւ, որ հայաստանյան հասարակությունում շատ կա կաթոլիկ այս բրոշուրները, որ տարածում են, բոլորը ոչ կանոնական, դա շատ, եթե կաթոլիկ ինչ-որ մի թղթի հետ գործ ունեք, գրքեր, շատ զգուշ եղեք սիրելիներս, որովհետև մոդեռնիզմը բերել է, մոտ 1600 հատ, ասենք, հայտնություններ կան, Աստվածամորը տեսան մեր Դիգորիայում, Վալտորտան, ես իմ ինչեր գրեց Հիսուսի սրտի մասին, եկեղեցին բոլորի վրա դրել է արգելք, եւ ահա, նորից, կաթոլիկ եկեղեցին այսօր բաժանված է երկու մասի, մոդեռնիստ աղանդավորների, որոնք արդեն դիվապաշտներ են, եւ մյուսը դա լատին ծեսի վրա, Սուրբ Պետրոսի, ուրեմն, ծեսի վրա հիմնված եկեղեցի է, որը ցավոք սրտի շատ մի քանի հատ են ընդամենը Միացյալ Նահանգներում։ Ասեմ դες, որ մոդեռն կաթոլիկ եկեղեցու դեմ այսօր հսկա ըմբոստություն է կատարվում, կաթոլիկների 90%-ը հասկացան, որ այս Պապ Ֆրանցիսկ կոչեցյալը սատանիստ է, եւ լսեցինք, որ անգամ Լեհաստանում ինչ-որ մի եկեղեցում կատարվել է սատանայական ծես, որից հետո լեհերը լեհ քրիստոնյաները վառել են այդ եկեղեցին։ Հիմա իրենք շատ զգուշ են իրենց քայլերը դնում եւ իմ ասածն ինչ է, եթե դուք տեսնում եք, որ հայոց առաքելական Սուրբ կաթողիկե եկեղեցին բացողներ կան, տրնդեզ անողներով, աղիբլիտներ անող, նորից եմ ասում, հարվածեք այդպիսի քահանայի դեմքին, բերանը ջարդեք, թույլ մի տվեք նամատնի եկեղեցի, դուք չեք հասկանում, սա մեր ազգի գոյության հարցն է։ Եվ նորից ասել եմ, Գարեգին Բ կոչվածը կարգալույս է դե ֆակտո, նրան պետք է հեռացնել եւ ոչ թե ինչ որ մի Հայր Միքայել բերելու տաթևացու այս տգիտության քուրմը։ Եվ վերջապես կան աստվածաբանական դպրոցներ, SSPX-ի սեմինարիաներ ուղարկեք ձեր քահանաներին, ձեր սարկավագներին վերապատրաստվելու։ Հիշենք, որ մինչև 19-րդ դարի վերջը ուրեմն Վատիկանը ուներ հայոց եկեղեցու կանոնի սեմինարիա։ Իրենք սովորում էին հայոց եկեղեցու կանոնը։ Հիմա ձեզ ինչ պատահեց։ Ուրացել եք ամբողջ ազգով։ Մի հատ քահանա չկա, որ հասկանա այս ամեն ինչը։ Ահա սիրելիներս, ինչ կարող ես անել, եթե մարդը ձգտում է ճշմարտության, նրան կտրվի, բայց եթե նա որդեգրվել է եւ ծախել է իր հոգուն խավարին, փրկություն չկա այդպիսիների համար։ Ես խոսում եմ այսօր փոքր հոտի համար, իմ սիրելի փոքր հոտ, ես այստեղ եմ եւ խնդրում հետեւեք իմ խոսքին։ Ես չեմ սովորեցնում ձեզ, ես պարզապես նորից ինչպես արդեն ներկայացրել եմ, շամպես հաչում եմ, երբ որ տեսնում եմ, որ գայլը մոտենում է հոտին։ Միայն այդքան։